Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնուրյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ոստիկանության բարեփոխման գործընթացը շարունակական է, արդեն մեկնարկած երկրորդ փուլում համակարգին առաջադրվում է ամրապնդել ու խորացնել ձեռքբերումները, վերացնել բաց թողումները, ինչպես եւ առաջընթաց ապահովել մի շարք նոր ուղղություններով։ Դանակներ, կրփազենք կամ այլ սառազենքեր վաճառվում են առանց տարիքային սահմանափակման, անչափահասները դրանք ձեռք են բերում առանց խոչընդոտների։ 2012 թվականին մեկնարկեց ոստիկանության գործունեության արմատական բարեփոխման ծրագիրը եւ մինչեւ 2014 թվականը հիմնարար փոփոխություններ կատարվեցին բոլոր ոլորտներում՝ օրենսդրական դաշտ, համակարգի կառուցվածք, կադրերի պատրաստում, բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխում, նյութատեխնիկական վերազինում, հանրային վստահության վերազինում եւ այլն։ Այսօր արդեն ընթացքի մեջ է բարեփոխման ծրագրի երկրորդ եռամյա փուլը։ 2012 թվականին մեկնարկեց ոստիկանության գործունեության արմատական բարեփոխման ծրագիրը եւ մինչեւ 2014 թվականը հիմնարար փոփոխություններ կատարվեցին բոլոր ոլորտներում՝ օրենսդրական դաշտ, համակարգի կառուցվածք, կադրերի պատրաստում, բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխում, նյութատեխնիկական վերազինում, հանրային վստահության ամրապնդում եւ այլն։ Այսօր արդեն ընթացքի մեջ է բարեփոխման ծրագրի երկրորդ եռամյա փուլը։ Բարեփոխումների առաջին շրջանում մեծ աշխատանք կատարեց ոստիկանության շտաբը, կենտրոնական ապարատի, մարզային վարչությունների եւ տարածքային բաժինների փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Արդյունքն ակնհայտ է՝ կատարողական կարգապահության բարելավում, գործողումների ծավալի կրճատում եւ արդյունավետության բարձրացում, հաշվետվությունների ներկայացվող պահանջների խստացում, օպտիմալացման եւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել են ոստիկանության կենտրոնական վարչակազմի 250 հաստիքներ, որոնցից 195-ը տրամադրվել է տարածքային մարմիններին։ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում ստեղծվել են երկուական լիարժեք բաժիններ։ Անձնագրային ու վիզաների վարչության ստորաբաժանումները այսօր նաև ոստիկանության տարածքային բաժինների ենթակայության տակ են։ Նպատակը տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքի կատարելագործումն է, նաև բնակիչների հետ շփման հետագա ակտիվացումն ու հետադարձ կապի ապահովումը։ Հաշվետու շրջանում նոր ձևաչափ ստացավ անչափահասների հետ տարվող աշխատանքը։ Ստեղծվեց անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն։ Հետևողական աշխատանք կատարվեց օրենսդրական ոլորտում։ Ակտիվացավ համագործակցությունը միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, մանկավարժական կոլեկտիվների, քաղաքացիների հետ, սկսեց գործել դպրոցական տեսուչների ինստիտուտը։ Զգալի են ձեռքբերումները քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում։ Գործում է մեկ պատուհանի սկզբունքը Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում։ Կիրառվում են վարորդական վկայականների պլաստիկ քարտի տպագրման սարքեր, վկայականներն անմիջապես են տրվում վարորդներին։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում շարունակվում է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, իսկ տեղաշարժի սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիներին վարչության ծառայողները նույնականացման քարտեր հանձնում են տեղում, կատարելով անհրաժեշտ բոլոր գործընթացները։ Կատարելագործվում եւ ընդլայնվում է հրեշտակների գումարտակների ծառայությունը։ Պարեկապահակետային այդ ստորաբաժանումներն արդեն գործում են նաեւ Գյումրի, Վանաձոր, Ծաղկաձոր քաղաքներում, Զվարթնոց օդանավակայանում։ Համայնքային ոստիկանության կազմավորման արդյունքում Երևանում գործում է 11 հենակետ, մարզերում շուրջ 685 աշխատասենյակ։ Հանրապետության 875 գյուղերում միայն անցյալ տարի համայնքային ոստիկանությանը հատկացվել է 731 աշխատասենյակ։ Շուտով եւս 8 հենակետ կբացվի մարզերում, 29 մայրաքաղաքում։ Միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱԿ Երևանյան գրասենյակի հետ ոստիկանության համագործակցությամբ այս ոլորտի համար մշակվել է շուրջ 3 տասնյակ ուղեցույց ու ձեռնարկ։ Ծավալուն է օրենսդրական դաշտի բարեփոխման աշխատանքը։ Շուրջ 200 իրավական ակտերի նախագծեր, այդ թվում 4 տասնյակից ավելի օրենքներ, կառավարության եւ վարչապետի շուրջ 70 որոշումներ, ոստիկանության պետի 50-ից ավելի հրահանգներ ու ցուցում հրամաններ, որոնք կարգավորում են ոստիկանության գործունեության հիմնական ոլորտները։
Գործում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որպես հանրային վերահսկողության երաշխիք և ոստիկանության ծառայողների կողմից կատարված կոպիտ խախտումների քննության գործուն մեխանիզմ։ Հանձնաժողովի 11 անդամներից 5-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով շարունակում է գործել կողմերի համաձայնությամբ հասարակական հիմունքներով ստեղծված մշտական հանձնախումբը։ Աննախադեպ սերտացել ու արդյունավետ է աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Վերափոխվել է ոստիկանության ծառայողի հոգևոր և բարոյական արժեհամակարգը, ինչին միտված է սերտ համագործակցությունը հայ առաքելական եկեղեցու հետ։ Ոստիկանության վետերանները տարածքային բաժինների հետ մասնակցում են հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, միջոցառումներ կազմակերպում կրթական ու մշակութային հաստատություններում, բացատրական աշխատանք տանում բնակչության հետ։ Դինամո մարզական ընկերության հիմնանորոգված մարզասրահներում պլանային պարապմունքներ են անցկացնում ոստիկանության ծառայողները, կազմակերպվում են առաջնություններ Հայաստանի և Արցախի ոստիկանական թիմերի մասնակցությամբ, մարզվում են զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների, սիրիահայ, հաշմանդամ, դժվար դասյարակվող հարյուրավոր երեխաներ։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր գրավական է ոստիկանների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավումը։ Զգալի բարձրացել է աշխատավարձը։ Հանրապետության նախագահի աջակցությամբ գործողության մեջ է դրվել ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Միայն 2014 թվականին բնակարանի վկայագիր ստացավ ոստիկանության ևս 24 ընտանիք։ Զուգահեռ շարունակվում է աշխատանքային պայմանների բարելավումը։ Շահագործման են հանձնվել անձնագրային և վիզաների վարչության, կենտրոնականի, Քանաքեռ Զեյթունի և Մուշի բաժինների, Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի նոր մասնաշենքերը։ Մի շարք շենքերում իրականացվել են նորոգման աշխատանքներ։ Անհրաժեշտ գույքով և տրանսպորտով է հագեցվել փորձաքրյա գիտական վարչությունը։ Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության աջակցությամբ իրականացվում է նոր քրեագիտական լաբորատորիաների և տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթաց։ Արմատական փոփոխություններ են կատարվել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստության ոլորտում։ Ոստիկանության կրթահամալիրն այսօր ապահոված է դասախոսական որակյալ կազմով։ Երաստիճան կրթահամակարգը ողջ ծավալով լուծում է կադրերի ուսուցման խնդիրը։ Սահմանվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ, որի առաջին հավաստագրերն ակադեմիայի սաները ստացան անցյալ տարի։ Այսպես է պատրաստվում ոստիկանության հերթափոխը, հավատարիմ ծառայությանն իրենց կյանքը տվածների սխրանքին և պատրաստ շարունակելու նրանց գործը։ Անձնակազմերի հետ գործնական պարապմունքներ են անցկացվում տարեկան ծրագրով ու ժամանակացույցով և կենտրոնական վարչակազմի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների անձնական պատասխանատվության տակ։ Արդյունքները գնահատում է ստուգարքային հանձնաժողովը ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ։ Մասնագիտական ոչ լիարժեք պատրաստականություն դրսևորած ծառայողները ստանում են կարգապահական տույժեր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրավական ձևակերպում է ստացել ոստիկանությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու կարգը։ Ինֆորմացիոն կենտրոնում ներդրվել է օպերատիվ տեղեկատու քարտադարանի և հետախուզվող ու անհայտ կորած անձանց հաշվառման նոր ծրագրային համակարգը։ Ոստիկանության գերատեսչական համակարգչային կապի միջոցով տարածքային բոլոր բաժինները միացվել են ցանցին, թարմացվել է ոստիկանության սերվերային հանգույցը, ստեղծվել է սպասարկող մասնագիտացված ստորաբաժանում։ Մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է ծեծի և խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը։ Նման դեպքերը ստանում են կոշտ արձագանք և մեղավորները խստագույնս պատժվում են։ Բարեփոխումների ընթացքում ընդլայնվել է փոխգործակցությունը այլ երկրների ոստիկանական կառույցների հետ։ Նոր ձևաչափ է ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ աշխատանքը, համագործակցության փոխարեն որդեգրելով համատեղ աշխատելու իրավացի և արդյունավետ սկզբունքը։ Ընդարձակ է գործընկերության աշխարհագրությունը։ Սերտ գործակցություն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ, ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մասնակցություն Կանալ Նելեգալ, Պրոքսի, Կանալ Կովկաս, Կանալ Հովիտ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներին, ավանդական գործընկերություն Վրաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների իրավապահների հետ, արդյունավետ աշխատանքը ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների, Եվրոպական միության խորհրդատվական խմբի, միգրացիայի միջազգային կազմակերպությունների
կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի, Սևծովյան տնտեսական համագործակցության և մի շարք այլ կազմակերպությունների ու կառույցների հետ։ Առանձնահատուկ է համագործակցությունը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ։ Բարեփոխումների ծրագրով և միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվել են սեմինարներ ու դասընթացներ։ Երևանում կազմակերպվել է բարեփոխումներին նվիրված միջազգային համաժողով։ Արդիականացվում է ոստիկանության զորքերը, ինչի յուրատեսակ ստուգատեսն են ամենամյա վարժանքները։ Համալրվում են նյութատեխնիկական բազան, բարելավում են ծառայողների աշխատանքային պայմանները, նորոգվում են շենք-շինությունները։ Անցյալ տարի շահագործման հանձնվեց զորքերի նոր վարչական շենքը։ Ոստիկանության զորքերը պատրաստ է կատարելու առաջադրված խնդիրները։ Դա վկայեցին նաև Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից զորքերում կատարված ստուգումները։ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում 2014 թվականին ներդրվեց ավտոմատացված տեղեկատվական համակարգ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար ստեղծվեց անձանց դիմումի ընթացքի մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ստանալուց հետո տեղեկությունները եռօրյա ժամկետում ուղարկել դիմումատուի էլեկտրոնային հասցեին կամ բջջային հեռախոսին։ Բարեփոխումների առաջնահերթություններից է ոստիկանության գործունեության հրապարակայնության և հանրային վստահության ամրապնդումը։ ԶԼՄ ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպվող սեմինարներին, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների աշխատանքին օնլայն հետևելու հնարավորությանը անցյալ տարի գումարվեցին ամենշաբաթյա ուղիղ կապի Skype սեանսները այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ։ Աննախադեպ աճել է տարատեսակ հարցերով ոստիկանության օժանդակությունն ակնկալող քաղաքացիների թիվը։ Դիմում են, որովհետև հավատում են, կստանան իրենց հարցերի պատասխանները։ Ցուցիչ է նաև, որ ոստիկանության կայքն արժանացավ ինֆորմացիայի ազատության կենտրոնի ոսկե բանալի մրցանակին և լավագույն ինտերնետային կայք կոչմանը տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունում։ Բարեփոխումները հաջողություններ են արձանագրում ոչ միայն հասարակությանը ծառայություններ մատուցող, այլև հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների աշխատանքում։ Նվազել են դիտավորության առողջությանը վնաս պատճառելու, թրաֆիքինգի, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը։ Աճել են ապօրինի զենգզինամթերքի հայտնաբերման ցուցանիշները, հատկապես ապօրինի զենքը կամավոր հանձնող քաղաքացիների թիվը, ինչը խոսում է հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ ոստիկանության հետևողական աշխատանքի արդյունքների մասին։ Արդյունավետ են ջանքերը նաև հանրային գիտակցության մեջ պատժի անխուսափելիության սկզբունքի ամրագրման ուղղությամբ, ինչին է միտված նաև նախկին տարիներին կասեցված, այդ թվում հասարակական հնչողություն ունեցող քրեական գործերի բացահայտման աշխատանքը։ Միայն անցյալ տարի արձանագրվել է 80%-ից ավելի աճ, ինչը չի կարող չամրապնդել հավատը ոստիկանության սկզբունքայնության հանդեպ։ Արմատական բարեփոխման փուլում է ճանապարհային ոստիկանությունը, կատարվում են կադրային, կառուցվածքային, գործառնական փոփոխություններ, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով աշխատանքներ են տարվում ճանապարհային ոստիկան վարորդ շփումը կրճատելու ուղղությամբ։ Պարեկային մեքենաները հագեցվում են տեսագրող սարքերով, նախատեսվում է տեսագրել ճանապարհային երթևեկության վերահսկման ողջ գործընթացը, արձանագրված խախտումներն ուղղակի փոխանցելով օպերատիվ կառավարման կենտրոն։ Այս ամենի հետ մեկտեղ փոխվում են նաև հանրային ակնկալիքները։ Հասարակությունն այսօր արդեն պահանջում է ոչ թե նորացված, այլ նոր ոստիկանություն, գործառնական պատրաստականությամբ, բարոյահոգեբանական բովանդակությամբ, նաև արտաքինով։ Առաջինը նոր համազգեստը սկսեցին կրել արտաքին ծառայությունների ստորաբաժանումները։ Այս տարվա ավարտին նորացած կլինի ողջ ոստիկանության հանդերձանքը, ինչը ոչ միայն կխորհրդանշի անցումը նոր իրավապահ համակարգի, այլև կարձանագրի նոր ոստիկանի ձևավորման հերթական աստիճանը։
Ոստիկանության բարեփոխման գործընթացը շարունակական է։ Արդեն մեկնարկած երկրորդ փուլում համակարգին առաջադրվում է ամրապնդել ու խորացնել ձեռքբերումները, վերացնել բաց թողումները, ինչպես եւ առաջընթացը ապահովել մի շարք նոր ուղղություններով։ Քաղաքացիական հատուկ ծառայության անցման հստակեցում, թափուր պաշտոնների զբաղեցման մրցութային կարգ, օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում մարզային վարչություններում, ոստիկանության մարմինների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության խորացում ու հաշվետվողականության ապահովում, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում գլխավոր ուղղությունների տարանջատումով, հանցագործությունների կանխարգելում, հանցավորության դեմ պայքար, հանցագործության հետևանքների նվազեցում, կոռուպցիոն ռիսկերի կրճատման ուղղված միջոցառումների իրականացում եւ այլն։ Բարեփոխումներն ու նոր ոստիկանության ձևավորումը այլընտրանք չունեն։ Օրենքին ու ժողովրդին ծառայող ոստիկանությունից քաղաքացին մշտական կատարելագործում է պահանջում, ինչն էլ դրված է բարեփոխումների հիմքում ու հետևողականորեն իրականացվելու է ոստիկանության ղեկավարության ու ողջ կառույցի կողմից։ Վերջին շրջանում անչափահասների հետ տարված աշխատանքների, նրանց մասնակցությամբ հանցադեպերի ուսումնասիրության ընթացքում մասնագետները հանգել են մտահոգիչ եզրակացության։ Պատանիների շրջանում մոդայիկ է դարձել սառը զենքերով զինված հասարակության մեջ դուրս գալը։ Մեր թեմատիկ էջը։ Հանցագործներ եղել են բոլոր ժամանակներում, հին դարերից մինչև մեր օրերը։ Հանցագործություն կարող են կատարել ցանկացած տարիքի, սեռի, ազգության, նաև տարբեր սոցիալական խմբերի մարդիկ։ Զգալի թիվ են կազմում անչափահաս հանցագործները, այս երևույթը դարձել է լուրջ սոցիալական չարիք։ Մասնագետները բազմաթիվ հետազոտություններ են կատարել, թե ինչը կարող է անչափահասին դրդել հանցագործության։ Տեսակետները տարբեր են։ Գիտնականների մի խմբի կարծիքով մեծ է ընտանիքի դերը, մյուսները մատնանշում են բակի, դպրոցի, շրջապատի ազդեցությունը։ Գիտնականների մի խմբի կարծիքով էլ ամեն ինչ կախված է դեռահասի հոգեբանական վիճակից։ Դեռահասությունը դա ճգնաժամային շրջան է, ինչ է տեղի ունենում դեռահասի այդ հոգեբանական աշխարհում, որպեսզի կայանա եւ անձ դառնա, դեռահասը հակադրվում է ամբողջ աշխարհին, ընդունված նորմերին, մեծահասակներին, ծնողներին, դասատուներին։ Այս պարագայում դեռահասի համար ամենակարևոր խումբը դա իր ընկերներն են, դա իր տարեկիցներն են եւ շրջապատն է իր տարեկիցներից հենց կազմված։ Եվ այս տեսակետից ինչ է տեղի ունենում, շատ մեծ ռիսկ կա, որ դեռահասը այդ ճգնաժամային վիճակում ելնելով այդ հակադրվելու ցանկությունից, որը ինչ որտեղ հենց նորմալ զարգացման մի մասնիկ է, կարող է դառնալ այդ ոչ ֆորմալ խմբավորումների, տարբեր նույնիսկ հակասոցիալ խմբավորումների անդամ, եւ որպեսզի կայանա այդ խմբերում, ինքը կարող է շատ հաճախ դիմել հենց այդ հանցագործության նույնիսկ։ Սակայն միանշանակ ոչինչ չի կարելի ասել։ Օրինակ, հանցագործ ծնողներ ունեցող երեխան պարտադիր չէ, որ հանցագործ դառնա։ Հանցանք գործող անչափահասի ծնողները կարող են լինել տարբեր մասնագիտության կամ սոցիալական պատկանելության։ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 83 դեպք։ Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 72 դեպք։ Առաջին տեղում են գույքային հափշտակության դեպքերը, երկրորդը մարմնական վնասվածքներ, ապա խուլիգանություն։ Այս հանցագործություններին նպաստող հանգամանքներից, օրինակ մեր երկրում այսօր լուրջ խնդիր է դարձել անչափահասների մոտ սառը զենքերի մտահոգիչ առկայությունը։ Վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ բարձր դասարանի աշակերտներից մեկը, մի տղա, հարցրեց սառը զենքի մասին, կրման մասին, քրեական պատասխանատվության մասին եւ ի վերջո իմ հարցին, թե ինչու են իրենց մոտ պահում որոշ դեպքերում սառը զենք տղաները, նա պատասխանեց, բայց ինչպես պաշտպանվենք։ Որին իհարկե տրվեց սպառիչ պատասխան, բայց հավուկ սրտի այ մեր երեխաները, մեր երիտասարդությունը, մեր տղաները այսօր որպես իրենց պաշտպանելու միջոց տեսնում են դանակը, սառը զենքը իրենց մոտ իրենց գրպանում պահելը։ Այսօր դանակներ, կրփազենք կամ այլ սառը զենքեր վաճառվում են առանց տարիքային սահմանափակման։ Անչափահասները դրանք ձեռք են բերում առանց խոչընդոտների։ 2015 թվականի ընթացքում, 3 ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասներից սառը զենք առգրավելու դեպքերի աճ։ Եթե նախորդ տարի այդ դեպքերը 2-ն էին, այս տարի 5-ն են։ Ցավոք սրտի, այո,
Որոշ դեպքերում չափահասները խանութներում կամ նույն վերնիսաժում վաճառում են երեխաներին ինչպես սառնզենք, այնպես էլ դանակներ, այնպես էլ կրբազենքեր։ Կրբազենք, որը անչափահասները առանց գիտակցելու, առանց իմանալու եւ հասկանալու, որ սա հանդիսանում է սառնզենք, գնում պահում են իրենց մոտ, իրենց գրպաններում։ Ոստիկանությունն անչափահասների շրջանում պարբերաբար իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են կանխարգելելու նման հանցավոր միջադեպերը։ Միջոցառումները տեղի են ունենում մեր կողմից ոստիկանների կողմից անցկացվող հասարակական վայրերում, այգիներում, այն հավաքատեղիներում, որտեղ որ մենք գիտենք, որ հիմնականում անչափահասները գալիս են եւ կարող են լինել միջադեպեր, ուրեմն նամանավանդ ամառային արձակուրդների ընթացքում այդ ժամանակահատվածում ոստիկանությունը հրահանգավորվում է արտաքին ծառայությունը անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները ուրեմն լինում ենք փողոցներում, հասարակական վայրերում հնարավորինս կանխարգելելու անչափահասների հնարավոր վիրավախախտումները։ Իհարկե ոստիկանների աշխատանքը չի տա ցանկալի արդյունք առանց ծնողների եւ մանկավարժների օգնության։ Կարելի է ծնողներին խորհուրդ տալ կազմակերպել դեռահասի արտադպրոցական ժամանց, այսինքն հետաքրքիր եւ զգոն լինել իր հետաքրքրությունների նկատմամբ եւ կազմակերպել այնպես այդ ժամանցը, որ երեխան դեռահասը շատ չունենա ազատ ժամանակ, որպեսզի արդեն ինչ որ շեղվի ճիշտ ուղուց եւ այլն։ Այսինքն ինչքան ինքը ունենա զբաղմունք, որը հենց իրեն է հետաքրքիր, ոչ թե ծնողն է թելադրում, այդքան ավելի քիչ կլինի հավանականությունը որևիցե հակասոցիալական վարքի։ Ոստիկանությունն այս հարցում ակնկալում է ողջ հասարակության աջակցությունը, քանի որ հանցավորության թիրախում բոլորիս երեխաներն են։ Հարգելի ծնողներ, մանկավարժներ, զգոնության կոչ ենք անում, առավել ուշադիր լինել ձեր երեխաների նկատմամբ, քանի որ իրենց կողմից դրսևորվող վարքագիծը որոշ դեպքերում կարող է ճակատագրական լինել, ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։